Վարդևանյան, անցյալ անգամ ասուլիսին դուք փաստաբանները հրավիրեցիք վճռապետի դատավորներին բանավեճի, արդյոք արձագանքող կա մինչ օրս։ Վճռապետ դատարանից արձագանք առկա չէ, թեև ես կանխատեսում եմ իրենց արձագանքը, իրենք որպես այդպիսին բանավեճի մասնակցելու որոշակի սահմանափակում ունեն, բայց իրավապահ այլ մարմինների ներկայացուցիչներից էլ արձագանք չկա, թեև ես առնվազն կարող եմ ասել, վստահ եմ դուք թույլ չեք տա, ես խաբեմ, որ կարծես թե քննչական կոմիտեի նախագահ, գլխավոր դատախազը հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցներ տվել են, այդ թվում խոսելով Սամվել Կարապետյանին մեղսագրվող այս աբսուրդային գործի մասին։ Հետևաբար այդ հնարավորությունից կարող են օգտվել։ Ինչ վերաբերում է կրկին վճռաբեկ դատարանի որոշմանը, այն ակտուալություն որպես այդպիսին չունի։ Իդեպ դրա մասին արձանագրել է նաև հենց վճռաբեկ դատարանը իր որոշման մեջ, քանի որ իր վաղեմությունը որպես այդպիսին որոշման ակտուալությունը սպառված է եղել։ Եթե մենք հիմա օրինակ գտնվելուց լինեինք 2025 թվականի սեպտեմբեր ամսին, բայց հիմա նոյեմբերն է։ Այդ ժամանակ կարող էինք խոսել, որ վճռաբեկ դատարանի որոշումը ակտուալություն ունի, բայց սա է իրավիճակը։ Այն մինչև 2 ամիս սպառվելը վճռաբեկ դատարանի որոշումը կարող էր ակտուալ լինել, բայց վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել բողոքը արդեն այն ժամանակ, երբ ինքնին սպառված էր։ Վարույթ է ընդունել 2025 թվականի հոկտեմբերի 24-ին եւ լույսի ձայնի կարճ տևի հարգելի գործընկերներ, առնվազն մենք ներկայացնելու ենք շուրջ 1 հատոր բովանդակությամբ մեր կողմից կատարված գրագրությունները, միջնորդությունները, դրանց մի մասի վերաբերյալ պատասխանի բացակայությունը, մի մասի վերաբերյալ պատասխանները, իսկ քննիչն էլ իր հերթին վստահ եմ հերթական անգամ կընթերցի իրենց միջնորդությունը, որը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ, բայց իհարկե վստահ եմ ընթերցելու է։ Այսօր նաև ՀՑԿ մարմինը որոշում է հրապարակել։ Միաժամանակ այսօր, այո, Սամվել Կարապետյանի վերաբերյալ ժամը 10:00-ին սկիզբ է առնելու, բարև ձեզ, մեր գործընկերն է, Տիկին Գասպարյան, խնդրեմ։ Այսօր ժամը 10:00-ին ստացվում է, այստեղ մենք ունենալու ենք կալանքը որպես խափաման միջոց երկարաձգելու միջնորդության քննություն, իսկ ՀՑԿ-հում կրկին ժամը 10:00-ին Սամվել Կարապետյանի սեփականության իրավունքին վերաբերող հարցի վերաբերյալ քննություն։ Նույն օրը, նույն ժամին, կարծում եմ սա առավել քան խոսուն է, եթե հետ գնանք, որ երկու հանգամանքներն էլ ենթակա են մերժման։ Թե ՀՑԿ-հում ներկայացված վարույթի շրջանակներում դիրքորոշումն է ենթակա մերժման, որովհետև իրապես որևէ մի ընկերություն չկա, որտեղ խախտումներ չլինեն, բայց խախտում, որը ենթադրի լիցենզիայի զրկում, սա մենք խոսում ենք արդեն աբսուրդի տիրույթում, պարզապես համեմատական անցկացրեք Veolia ջրի հետ կապված խախտումներին եւ ոչ մի վարույթ չկա դրա դեպքում։ Եվ իհարկե նաեւ այս միջնորդությունն էլ ակնհայտորեն ենթակա է մերժման։ Այն պետք է մերժված լիներ ի սկզբանե, բայց ունենք մի աբսուրդ, որ այն տևում է արդեն 5 ամիս, բայց ամեն ինչն էլ ունի սկիզբ եւ վերջ։ Այսքանը։ Շնորհակալ եմ գործընկերներ ջան։